Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ եւ արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV պաշտոնական էջում։ Մենք արդեն Վկանտակտեում ենք։ Ռուսաստանի տարածքից մեզ կարող եք դիտել Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Բաչ թողնեք։ Կներես Արման ջան։ Ալո։ Դու տանն ես։ Հա, բալես, բայց արդեն պատրաստվում եմ գնալ աշխատանքի։ Իսկ պապիկից տեղյակ ես։ Երեք եմ խոսել հետը։ Ինչ ես հարցնում։ Դու գիտեիր, որ այսօր պապիկը գալիս է Հայաստան, կամ էլ արդեն եկել է։ Ոնց։ Հնարավոր չի։ Մինչև երեք անգամ չգիտեր երբ վերադառնալու։ Հա, բայց Գայանեն ասաց, որ զանգել է ու ինչ-որ հանձնարարություններ ա տվել։ Ես էլ չգիտեի, բայց ասաց, որ տպարան է գալիս։ Ինձ թվաց դու տեղյակ կլինես։ Չէ, բալես, տեղյակ չեմ։ Լավ, ես փորձեմ կապվել հետը։ Լավ։ Արման, դու գիտեիր, որ պապան այսօր վերադառնում է Հայաստան։ Չէ, ինձ ոչինչ չի ասել։ Ինչ է կատարվում, Աստված, իմ չեմ հասկանում։ Չգիտեմ ինչա կատարվում, բայց որ մի բան կատարվում է, այ դա հաստատ։ Այսինքն Արման։ Դե Սարոյանը վերջերս իրան շատ տարօրինակ է պահում։ Անընդհատ ինչ-որ տաքսիներով էսու են կողմա գնում, իմ ծառայություններից հրաժարվում է, տանից դուրս գալուց, տպարանից դուրս գալուց ինձ չի զանգում, չի կանչում։ Ինձ ասում է ազատես, բայց ինքը գործերով ինչ-որ դուրս է գալիս, ինչ-որ տեղ է գնում։ Մի խոսքով չեմ հասկանում, թե ինչ է կատարվում, բայց շատ տարօրինակ է։ Ու դու մտածում ես խնդիրը քո հետ կապ ունի։ Ես անկեղծ արդեն չգիտեմ, թե ինչ մտածեմ։ Լավ Արման ջան, կգատուն կհասկանանք։ Կարող է իրականում ոչ մի խնդիր էլ չկա։ Կարող է հնարավոր է չի ուզում քեզ անհանգստացնել։ Դե այդ իմ աշխատանքն է, անհանգստացնելու պահը որն է։ Իրոք չգիտեմ ինչ ասել Արման ջան։ Լավ ես։ Սարոյանը գալիս է, չէ՞, ճիշտ եմ լսել։ Հա, գալիս է, ճանապարհին է։ Գայանե, Սարայի այդ ամեն ինչ կարգին է։ Հույս ունեմ ինչ-որ խնդիր չեմ առաջացրել։ Սա սուրճից զբաղվելու համար։ Ես սիրում եմ իմ մոտիկ մարդկանց լավ նայել։ Մնում է Սառան չտեսնի։ Մի տեսակ ծանր է տանում, ոնց հասկանում եմ։ Ասել եմ, չէ, բանի տեղ մի դիր։ Արսեն քեզ նենց ես պահում, իբր սիրում ես Սառային։ Ինձ էլ ասում ես բանի տեղ չդնեմ։ Կասես ինչ կա մտքիդ։ Առանձնապես ոչ մի բան։ Լսի դու Սարոյանին լավ ես, չէ, ճանաչում։ Ինչ անեմ, որ աչքը մտնեմ։ Ինչի գորն չի սիրում։ Հա, հասկացել ես, որ Սառան հարուստ ընտանիք ունի, որոշել ես ամեն գնով հասնես։ Գիտես, հնուց լավ խոսք կա։ Շատ բան գիտես, քիչ խոսա։ Տենց ավելի լավ կլինի։ Գիտես, իմ համար լրիվ մեկ է։ Հատկապես, որ ոչ Սառան է մի բարի պտուղ, ոչ էլ գոռը։ Երկուսի քիթն էլ երկինք է հասնում։ Ու հատկապես Սառային է։ Երկոր նստեց շեֆի աթոռին, իրեն լրիվ երևակայում է։ Ասել եմ, չէ, բանի տեղ մի դիր։ Իսկ դու ինչ ծաղիկներ ես սիրում։ Ուղղակի լավ միտք ունեմ։ Այս աշխատասեղանիդ միայն ծաղիկներն են պակասում։ Ես էլ մեծ սիրով ուզում եմ այդ հարցը լուծեմ։ Մնում է ասես, թե ինչ ծաղիկներ ես սիրում, որ բերեմ։ Չնայած չեմ մի րոպե, թող ես ինքս անեմ։ Համել կտեսնենք, թե քեզ այսքան ժամանակահատվածում հասցրել եմ ճանաչեմ, թե ոչ։
Բարի լույս։ Բարի լույս։ Ոնց ես։ Նորմալ։ Մեզ համար սուրճ եմ եփել ու քո սիրած կոնֆետից եմ գնել։ Որ խմեմ ու գնամ աշխատանքի։ Ուղղակի կարելի էր ասել, որ հասկացել եմ սխալս։ Հավատա դրա մեջ բարդ բան չկա։ Դա մի փոքր վիճելի հարց է, դրա համար չեմ ուզում հիմա դրա մասին խոսենք։ Ավելի լավ է դու կոնֆետը կեր ու ինձ պատմի, թե դու երեք ինչի ես վատացել։ Կարող է գնանք հիվանդանոց։ Չէ, նորմալ է ամեն ինչ։ Ուղղակի հաց չէի կերել, հիվանդ էի, ծանր օր էր։ Այդպես էլ պետք է լիներ։ Սա չէ քո սիրածը։ Տես, ամեն անգամ ես եմ քեզ ասում, որ քիչ քաղցր ուտես, իսկ այս անգամ ես ինքս եմ գնել ու ասում եմ, որ ուտես։ Ապրես։ Դեռ չես գնալու դասի։ Ճիշտն ասած, այնքան շատ եմ բացականերս, լիկվիդներս էլ չհաշված։ Ինձ թվում է, որ արդեն դուրս եմ մնացել։ Սարային, որ ասես, քեզ կօգնի հաստատ։ Ու ընդհանրապես էլ կա։ Եթե տանից դուրս գաս, շփվես մարդկանց հետ, հաստատ ավելի թեթև կլինի քեզ։ Ես իմ փորձից եմ ասում, որ դուրս ես գալիս, ուրիշ բաներով ես զբաղվում, խնդիրները այնքան չնչին են թվում։ Ես գիտեմ, որ քո համար բարդ է։ Բոլորիս համար է բարդ։ Բայց ես չեմ կարողանում Արմանին նայել։ Ամեն անգամ, երբ Արմանին տեսնում եմ, պապան աչքիս առաջ գալիս։ Ինքը ոչ մի բան, եթե անգամ չասի, չխոսի, միևնույն է, իր ներկայությունը չի թողնում, որ իմ վերքերս պիանան։ Ու ես վստահ եմ, որ նույնն էլ քեզ մոտ է։ Բայց եթե վստահ ես, ինչի համար ես խոսակցությունը։ Որովհետև դու մի բան ես որոշում, բայց լրիվ ուրիշ բան ես անում։ Հետո քո համար է դժվար լինելու, հասկանում ես։ Եթե Արմանը անընդհատ գնա ու գա, դուք ինչքան էլ որոշեք, որ բաժանվել եք, միևնույն է դա չի ստացվի ձեզ մոտ։ Դու երեք էիր վատ, ինքը օգնեց քեզ, բայց դու հո միշտ վատ չես լինելու։ Եթե դուք որոշել եք բաժանվել, ուրեմն ձեր որոշումը պետք է հստակ լինի։ Իսկ եթե Էլ կայլ ոչ մի եթե ուղղակի չի կարող լինել, եթե հարցը վերաբերում է հորը սպանողի ընտանիքին։ Ես գնամ փոխվեմ ու դուրս գամ։ Եթե քեզ հանկարծ էլի վատ զգաս, միանգամից կզանգես ինձ։ Արման ջան, բարև։ Բարի գալուստ։ Ոնց ես։ Նորմալ, բա դուք։ Ես էլ լավ եմ, ապրես։ Այս ժամին ինչ ես անում այստեղ։ Սարային դու ես բերել։ Չէ, ուղղակի իմացա, որ գալու եք, որոշեցի գամ։ Սկզբում մտածում էի զանգեմ, հետո հասկացա, որ եթե ուզենայիք խոսել, դուք էլ կարող էիք զանգել։ Ամեն ինչ կարգին է։ Հա։ Մի տեսակ հոգնած տեսք ունեք։ Դե հա բնական է, նոր եմ եկել, բայց քո այդ հարցերն ինձ արդեն դուր չեն գալիս։ Ինձ իհարկե կներեք, թող այնպես չստացի, որ քիթս մտցնում եմ ինձ չվերաբերող հարցերի մեջ, բայց կասեք հասկանամ, թե ինչ է կատարվում։
Լավ, որ եկել եք ինչի ինձ չեք զանգել, որ գամ օդանավակայան ու ձեզ դիմավորեմ։ Եթե չեմ սխալվում, ես ձեր վարորդն եմ ու այդ դուք եք որոշել։ Երդվում եմ, եթե իմանայի այսքան նեղվելու ես, անպայման կզանգեի։ Առավոտ լուսաբացին եմ եկել, ընդամենը այդ, ուրիշ ոչ մի բան, չուզեցի ոչ մեկի անհանգստացնել։ Արդեն կեսօր է։ Չեմ հասկանում, հիմա ես պիտի արդարանամ քո առաջ։ Հասկանում եք, ուղղակի անհանգստանում եմ։ Ու երևի թե այդ իրավունքը ունեմ, չէ՞։ Լավ։ Հիմա ես հանդիպում ունեմ, Արման ջան։ Դու տարածքում եղիր, հարկի հաստեպքում կզանգեմ։ Լավ։ Ալո, բարի օր աղբերս, լսի, մի հատ շատ կարևոր բան պետք է քեզ ասեմ, հանկարծ չմերժես, օրենքով չի, իմ համարը պետք, շատ կարևոր է, ուրեմն լսի տես ինչ ես անում։ Բարի օր։ Այսքանից հետո էլ ինչ բարի։ Ինչի ես եկել։ Ես չեմ հասկանում, հիմա ամեն գալուց պիտի քեզ բացատրություն տամ։ Չէ, ուղղակի առհասարակ մեր տան դիմաց ապրելու փոխարեն լավ կլինի քեզ տուն ու աշխատանք գտնես։ Անհանգստանում ես իմ համար։ Անկեղծ, հա։ Որովհետև ինձ թվում է, որ քո գլխի հետ ինչ-որ մի բան այն չի, շատ տարօրինակ ես։ Ռեբեկա ջան, կարծեմ մենք երեք նորից ծանոթացանք, չէ՞։ Ու որոշեցինք, որ մենք հիմա շփվում ենք իրար հետ որպես լավ ծանոթներ։ Ես էլ մի քիչ առիթից օգտվեցի ու որոշեցի, որ ընկերներ ենք։ Կլինի մեր համատեղ կայացրած որոշման արդյունքում ես ամեն անգամ քեզ չբացատրեմ, թե ինչի համար եմ գալիս ստեղ։ Հավատա, ես կարամ լիքը պատճառներ հորինեմ, այդ իմ մոտ շատ լավ է ստացվում։ Ուղղակի ուզում եմ ավելի հանգիստ ապրենք։ Կամ էլ կարամ վաղվանից մի հատ թույն պատճառ հորինած գամ ստեղ։ Կուզես։ Ես իրոք արդեն չգիտեմ քեզ ինչ ասեմ։ Օրինակ, ասա ոնց ես Արամ ջան, քո կյանքում ինչ-որ նորություններ, փոփոխություններ կան, թե չէ։ Բայց ախր ինձ ընդհանրապես չի հետաքրքրում քո կյանքում ինչ նորություն կամ փոփոխություն կա։ Հա, այ հիմա հասկացա, թե դու ինչի ընկերներ չունես։ Ի։ Ջան։ Ես լավ, Ռեբեկա, ես հասկանում եմ դու ինչի ընկերներ չունես, որովհետև ընկերություն անելու ձևը չգիտես։ Բա ես էլ որ օրվա համար եմ։ Ես այսօրվանից քեզ կուղեկցեմ քո գործի տեղ ու անպայման քայլելով, որ այդ ընթացքում քեզ բացատրեմ ընկերության սուրբ կանոնները։ Դու լավ ես։ Հա, մի քիչ վիզ ես բռնվել, երևի անհարմար եմ քնել, բայց ընդհանուր առմամբ այո։ Անկեղծ չեմ հավատում, որ դու իրական ես։ Ես գիտեի, որ դու մի օր հասկանալու ես, թե ես ինչ կարգի հրաշք եմ, հա, ես ոսկի տղա եմ։ Մի քիչ դժվար է հավատալ, բայց մետա։ Հերիքա տենց հիացած նայես աղջիկ ջան, ընկի առաջ։ Թե չէ գործից կուշանաս, դու էլ նոր ես ընդունվել, կհանեն գործից։ Դու ոնց որ չափերդ անցար, հա։ Ես այդքան ռիսկ ունեմ, որ չափերս անցնեմ, հա։ Լավ, հիմա սկսում ենք մեր ընկերության առաջին դասը։ Կանոն համար 1. Ոչ մի պարագայում դու ինձ չես հարցնում, թե ինչի եմ զանգել քեզ, ինչի եմ եկել։ Դու գաս հարցնես ոնց ես Արամ ջան, ինչ կա քո կյանքում, ինչ չկա, այս ուր ես չկաս, անգամ կարաս զանգես, ասես ինչ ես ուշանում, ինչի չես գալիս։ Իսկ կներեք, էլի դասը երբ է ավարտվելու։ Հենց որ զանգը տա, բայց չենք մոռանում, որ դասամիջոցը ուսուցիչների համար է, հենց որ արի, գնացինք։
ջան, ես ինչ անակնկալներ ես մատուցում, ինչի չէիր ասել, որ եկել ես։ Որ ասեի ավելի ուրախանալու։ Հայ իհարկե պիտի ուրախանայի, քեզ շատ եմ կարոտել։ Քո բացակայության ընթացքում ոչ մի արտառոց դեպք տեղի չի ունեցել։ Ասեմ ավելին, երեք մի քանի հանդիպում ու ժողով եմ ունեցել, բոլորը բարձր մակարդակով անցել են։ Ես գիտեի, որ տպարանը ոստայելի ձեռքերում եմ թողնում։ Կուզես թղթերը բերեմ, ամեն ինչ ավելի մանրամասն ցույց տամ։ Այնքան բան ունեմ պատմելու ու ցույց տալու, ես էլ եմ զարմանում ոնց եմ այդքանը հասցրել։ Ես գերազանցիկի պես լարված աշխատում եմ, որ հանկարծ ոչ մի բաց թողում չլինի։ Պապիկո վստահությունն ինձ համար այնքան կարևոր է, որ բոլոր հնարավոր ու անհնարին ձևով փորձել եմ ամեն ինչ ճիշտ ու մտածված անել։ Հիմա փաստաթղթերը բերեմ ու ցույց տամ։ Չէ, ոչ մի բան էլ հարկավոր չի։ Հիմա ինձ պարզապես մենակ թող, ես գործ ունեմ անում։ Հաշվետվություններն ու զեկույցներն էլ չես ուզում նայել։ Չէ, չեմ ուզում։ Այսինքն հետո կնայեմ։ Կամ ավելի ճիշտ հետո միասին կնայենք։ Թեև իմաստ չեմ տեսնում, որովհետև համոզված եմ, որ ամեն ինչ լավ ես արել։ Լավ, ոնց կուզես։ Պապի ամեն ինչ կարգին է։ Հա, ինչի ես հարցնում։ Ուղղակի։ Գայանե։ Պարոն Սարոյան, սրանք են փաստաթղթերն են, որ ուզել եք։ Հա, ապրես։ Տես ինչ ես անում։ Փորձում ես ինչ-որ կերպ նոտարին գտնել ու կապ հաստատիր հետ, անպայման ասա, որ զանգի ինձ, ես ոչ մի կերպ հին համարով չեմ կարողանում կապվել հետը։ Լավ։ Ու էլի մի բան, այդ ամեն ինչ անում ես շատ արագ, ու մի բաժակ ջուր բեր խնդրում։ Լավ, հիմա կբերեմ։ Սարոյանի մոտ էիր, տեղում է։ Բա ինչ ես մի տեսակ, ինչ ա եղել։ Արման, պապի շատ տարօրինակ է։ Մի տեսակ ինքն իրեն նման չի։ Պատկերացնում ես, մի քանի օր այստեղ չի եղել, այդ ընթացքում հանդիպումներ, ժողովներ են եղել դե, բայց ինքը ոչ մի հաշվետվություն չի պահանջում։ Այն մարդով միշտ կարգ ու կանոնով է շարժվել, հիմա ինձ ասում է ավելի կարևոր գործեր ունեմ։ Չգիտեմ, կարող է ես եմ ամեն ինչ բարդացնում։ Հա, դու ես բարդացնում, ամեն ինչ նորմալ է։ Հա, որ։ Հաստատ։ Կարող է։ Լավ անցնեմ աշխատանքիս։ Սարոյան։ Ներս գալուց առաջ դուռը թակում են սովորաբար, Արման։ Կներեք։ Դուրս գնա։ Լավ չեք զգում ձեզ։ Լավ եմ, ես միշտ լավ եմ։ Վերջ, հիմա դուրս գնա։ Բարով ձեզ։ Ես նոտարը ինչի է եկել։ Լավ ինչ է կատարվում ստեղ։ Ես երբեք չէի մտածի, որ դու սենց լավ հումոր ունես։ Ես էլ չէի մտածի, որ դու գիտես հումորն ինչ է։ Ինչ նրբանկատ եք։ Դու բոլորի դեմքին ասում ես այն ինչ կա, բա ինչ ես նեղվում, որ ես էլ ասում եմ այն ինչ կա։ Նայ, լավ ընկերները հիմնականում տենց են լինում։ Այս վաղվա դասներ, բայց ես բոնուս կանեմ ու հատուկ քո համար այսօր կխոսամ այդ դասի մասին։ Իսկ սենց աննախադեպ առաջարկներ հաճախակ են լինում։ Ընդունակ աշակերտների համար, հա, դու ընդունակ չես, բայց
Ձգտում ունես, ես այդ զգում եմ։ Ինչ անտաշ ես, բայց Դու էլ մուննաթ ես, հետո հաջողություն։ իսկ երբ ես ավարտում գործդ։ Ներողություն էլի, այս դասերից ազատման դիմումը որտեղ կարող եմ լրացնել։ Չնայած ինչի եմ հարցնում, երբ ես ավարտում գործդ, երբ ուզում ես ավարտի, մեկը ես մի աշխարհ գործ ունեմ։ Դե ուրիշ ես էլի, Արամը սա զորով չի։ Բոլոր փաստաթղթերը բերել ես Գրիգորյան։ Հա, Սարոյան ջան, բայց ես ինչ եղավ։ Ինչի հանկարծ որոշեցիր սկտակդ փոխել։ Հանգամանքներն են փոխվել, մանրամասները կարևոր չեն։ Լավ, հասկացա։ Հարցեր չեմ տալիս։ Ասա տեսնենք ինչ ենք անում։ Լավ ես անում, որ հարցեր չես տալիս։ Դու անում ես այն, ինչ ես քեզ ասում եմ։ Իմ ամբողջ ունեցվածքը ես կտակում եմ Սարայում։ Ինչ, Գայանը, ազատ ես, գնա։ Սարոյան, բայց դու ժառանգ ունես, էլի թորներ ունես։ Այդպես ոնց կլինի։ Ես ամեն ինչ շատ լավ հասկանում եմ, Գրիգորյան։ Բայց արի չմոռանանք, ունեցվածքն իմն է, ու ես եմ այն տնօրինում։ Իմ ամբողջ ունեցվածքը ես կտակում եմ Սարային։ Ես համոզված եմ, որ նա միակ մարդն է, ով կարող է ճիշտ տնօրինել իմ ունեցվածքը, այնպես ինչպես ես դա կանեի։ Ու ես համոզված եմ նաև, որ ոչ մեկը անմասն չի մնա դրանից։ Դու շատ լավ գիտես, որ ես առանց ծանր ու թեթև անելու, առանց 1000 անգամ մտածելու նման որոշում չէի կայացնի երբեք։ Այնպես որ անում ենք, այնպես ինչպես ես եմ ասում, ունեցվածքը կտակվում է Սարային։ Իսկ հիմա ինձ ասա, ինչ թղթեր է հարկավոր ու ինչ պիտի անեմ ես։ Սիրուն աղջիկ, լավ ես։ Լավ, դու։ Ես լավ եմ, բայց հեսա ավելի լավ եմ լինելու։ Գնում եմ հոդվածներս Սարոյանին ցույց տամ, համել աչքը կմտնեմ։ Հիմա զբաղված է, ու հետո չեմ կարծում, որ այս պահին քո հոդվածներն իր աչքին երևալու են։ Ինչ որ բան է եղել։ Սարայի հետ է։ Չէ, Սարայի հետ չի, բայց այն ինչ որ կատարվում է, Սարայի մասին է։ Այսինքն։ Դե նոտարին է կանչել մոտը, որոշել է ունեցած չունեցածը Սարայի անունով անել։ Լուրջ ես ասում։ Հա, չգիտեմ ինչա փչել Սարոյանի խելքին, ու ինչի այդ աղջկան այդքան տեղ տալիս, բայց ասում եմ այն ինչ իմ ականջներով եմ լսել։ Դու էլ հետաքրքրվում ես, չէ՞։ Դրա համար քեզ եմ ասում։ Փաստորեն շատ ճիշտ ճանապարհի վրա եմ։ Մնում այս շանսը ձեռքիցս բաց չթողամ։ Արսեն, Սարան գորեն շատ է սիրում։ Այնքան շատ, ինչքան ես փող։ Չեմ կարծում։ Բայց արի կլինի այս անգամ ոչ մեկի ոչ մի բան մի ասա, հա։ Սարոյանը նույնիսկ այս մասին Սարային չի ասել։ Եթե հանկարծ ինչ-որ մեկն իմացավ, Սարոյանը հասկանալու է, որ ես եմ։ Ես էլ կզրկվեմ աշխատանքիցս։ Դու հանգիստ տեղի Գայանե ջան։ Ես ձգամպես լուր եմ, հատկապես, որ հիմա քո աշխատանքը բոլորիս համար կարևոր է։ Ալա։ Ոնց ես։ Լավ եմ։ Հաց կերել ես։ Հաստատ։ Դե Հիմա ինչ անեմ ես քո հետ։ գնում եմ արդեն խոհանոց։ Բայց քեզ լավ ես զգացել։ Հա Արման, ես լավ եմ, դու մի մտածի իմ մասին։ Դու քո ասածին հավատում ես։ Գիտեմ, որ չպիտի զանգեի, բայց երեք որ քեզ այդ վիճակում տեսա, սիրտս կանգնել էր։
Էլկա, կուզես ինչ-որ բան պատվիրեմ, սիրտդ ինչ կուզի, ասա բերեմ։ Չէ։ Եթե ուզում ես կարամ առաքում կազմակերպեմ, որ գալս խնդիր չլինի։ Ես հո գիտեմ, թե ինչքան կարևոր է քո համար սնվելը։ Քեզ սոված մնալ չի կարելի։ Արման, մեկը կողքից լսի, կմտածի ես ամբողջ օրը ուտում եմ։ Դե ամբողջ օրը չես ուտում, բայց որ հանկարծ սոված ես լինում, դառնում ես աշխարհի ամենավտանգավոր մարդը։ Լավ, ես արդեն անջատ եմ։ Լավ, կարևորը իմացա, որ լավ ես։ Գոր։ Գոր։ Ես էլ ուզում եի քեզ զանգել։ Տեսար ես ոնց զգացի ու առաջինը ես զանգեցի։ Հա, կարոտել եմ քեզ։ Ուրեմն հենց հիմա գալիս եմ։ Չէ, հիմա մի արի։ Գործս դեռ չեմ ավարտել։ Բա ինչ ես այնպես բաներ ասում, որ գլուխս կորցնեմ ու արագ գամ մոտը։ Ահա, առանձին սուրճ ես, հա, խմում։ Ասում եմ գամ, ասում ես չէ, հետո էլ բողոքում ես, ասում ես մենակով սուրճ ես խմում։ Ուղղակի գործ ունեի, սրճարանից ասեցի անեմ, համ էլ տպարանին մոտ է, որ միանգամից գամ մոտդ։ Բարձա։ Դե լավ, ես քեզ կզանգեմ։ Նշանածտեր, Հա, գորներ։ բայց հետաքրքիր զույգ եք, գիտես։ Ասում եք նշանածներ ենք, բայց մատիտ մի մատանել չկա։ Իսկ դա քո խնդիրն է։ Դա քո խնդիրը պետք է լինի, Սարա։ Բայց ոնց հասկանում եմ, քո համար լրիվ նորմալ է։ Ուր է այսօրվա հոդվածը։ Այսօրվանը դեռ պատրաստ չի։ Ինչու։ Դե, Արսեն լավ կլինի ուրիշի անձնականը փորփրելու փոխարեն աշխատես։ Ու մի մոռացիր ինչի համար ես այստեղ հասել։ Մատեք, Ես են թղթապանակ տան, որ ուզել էիք։ ապրես, գնա։ Ուրիշ բան պետք չի։ Չէ, ոչինչ պետք չի, գնա։
Գուշակի ով է։ Ես այս ձայնը ու բույրը հազարների մեջից էլ կճանաչեմ։ Այդքան լավ ես ինձ ճանաչում։ Հա, ինչի՞։ Ինչ-որ խնդիր կա այդ հարցով։ Արդեն չգիտեմ։ Բա որ հանկարծ ուզենամ քեզ հետևել կամ ինչ-որ թաքուն բան անել, ո՞նց եմ անելու։ Դու այդ ժամանակ կզգուշացնես ինձ, ես էլ կձևացնեմ իբր չեմ նկատում։ Բա ասացիր, որ դեռ գործեր ունես։ Հա, ունեի, ուղղակի որ իմացա այստեղ ես, մտածեցի կամ մոտդ։ Շեֆին չի սազում սենց անպատասխանատու պահվածք։ Արդեն սազում եմ, որովհետև ես էլ շեֆ չեմ, պապիկա եկել է։ Եկել է։ Հա, չհարցնես ոնց, երբ, ինչ, չգիտեմ, ուղղակի եկել է։ Դե լավ է։ Չգիտեմ էլ լավ է թե չէ, Ինչի։ որովհետև պապիկն ասել է, որ լուրջ խոսելու բան ունենք ու Աստված գիտի այդ խոսակցությունից հետո ինչ կլինի։ Գոր իր այդքան հեշտ համաձայնելը ոչինչ չի նշանակում։ Ես վախենում եմ, որ հանկարծ էլի ասի հեռու մնամ քեզնից։ Որ ասեց հեռու մնա, դու էլ տենց կանես։ Բնականաբար ոչ։ Ուղղակի մեկ այլ բան է, երբ որ հանգիստ վայելում ես երջանկությունդ, ուրիշ բան է, երբ անընդհատ թաքցնում ես։ Դե ուրեմն մի անհանգստացի, ես կխոսամ իրար հետ, մենք իրար կհասկանանք, իսկ եթե չհասկացանք, ուրեմն իրանց համար վատ կլինի։ Ինչի՞։ Դե քեզ կկորցնեն, որտեվ ես ես պայքարում, չեմ պատրաստվում զիջել ոչ մեկի։ Դե հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի։ Ինչ պատվիրեմ, կարող են մեծ էկլերից ուտեսնեմ, որ միշտ ուտում ես։ Չէ, արի մենյուն նայենք, ես կորոշեմ։ Մենյու բերեք մի հատ էլի։ Լսում եմ Սարոյան։ Արման դու տարածքում ես։ Հա, այստեղ տարածքում եմ, գամ։ Չէ։ Հենց դրա համար էլ զանգել եմ։ Զանգել եմ ասեմ, որ ազատ ես, կարող ես գնալ։ Ես Նարինեի հետ պայմանավորվել եմ, Նարինեն կգա իմ հետևից։ Լավ, ոնց կասեք։ Գոր ինչ-որ բան ճշտացիր են երեխայի մասին։ Հա, իմացա, որ դպրոցում է սովորում։ Մենք ուղղակի խոսել ենք, բայց այդպես էլ չիմացա աղջիկա, տղա է։ Ուզում եմ ամեն ինչ իմանալ, որ հասկանանք ինչ անենք, ոնց օգնենք։ 10 տարեկան դպրոցական աղջիկ է։ Մտածում եմ, դժվար է էլի չէ 10 տարեկան երեխու հետ լեզու գտնել։ Դպրոցական աղջիկ, 10 տարեկան։ Հա, ինչ-որ բան մտածեցիր։ Հա, ինչ-որ բան մտքովս անցավ, բայց ուզում եմ իրար հետ քննարկենք։ Դե ասա։ Վերջ մամ, 2 շաբաթվա ուղղություններն արդեն առանձնացրել եմ։ Ապրես բալես։ Հիմա խնդրում եմ ինձ ուղարկի այդ ուղղությունների համար նախատեսված բոլոր բարձրակարգ հյուրանոցների ցանկը։ Իսկ որտեղից գտնեմ։ Մեյլիս մեջ նա այնտեղ պիտի լինի։ Չէ, մամ, չկա։ Այդ դեպքում հեռախոսիս մեջ ներբեռնա ծրագրերի մեջ նա կարծում եմ հեռախոսով ներբեռնել։ Գնամ լվացվում կամ։ Ինչ։
Հա ես եմ արել։ Այդ ամեն ինչը ես եմ արել։ Հա ես եմ քեզ այդ դեղերը տվել, որովհետև արդեն բոլոր նյարդերից վրա ազդում էր, չէի ուզում քեզ տեսնեի։ Ես եմ արել ամեն ինչ, Էմիլին էլ եմ ես սպանել, բայց ես այդ դիտմամբ չեմ արել, ես չէի ուզում, ուղղակի մենք վիճում ենք ու ինքը եզրին էր, ես միամիտ հրեցի ու ինքը ընկավ, այդ ես չէի ուզում անել, բայց հա ես եմ արել, այդ ամեն ինչը ես եմ արել։ Ինչ։ Մամ, էս ի՞նչ է։